Օրինս էժան ստանալ հնարավորինս լավ արդյունք։ Շնորհակալություն, պարոն նախարար, հաջորդ հարցի համար։ Նիկոլայ Ավետիսյան, Հանրային հեռուստաընկերություն։ Պարոն նախարար, այս տարի, նախորդ տարի այս դեպքում հարկային եկամուտները հավաքագրվեցին պլանավորվածի սահմաններում, բայց տնտեսական աճը կարծես թե կանխատեսվում է ավելի բարձր, քան պլանավորված էր։ Ուզում եմ հասկանալ, այս դեպքում ինքը լրացուցիչ ազդեցություն չի ունեցել եկամուտների վրա, թե ոչ, արդյոք այստեղ էլ այդ ոսկու գործոնն է դեր խաղացել, որը որ լրացուցիչ հարկեր չի գեներացրել։ Նաև խոսեցիք ձեր խոսքում նշեցիք, որ տարվա ընթացքում մեկ անգամ հարկային փոփոխություններ կատարելու մասին, սա ինչ է ենթադրում, մենք կոնկրետ ազդակ ենք տալիս բիզնեսին, որ տարվա ընթացքում միայն մեկ անգամ լինելու լրացուցիչ փոփոխություններ այլևս չեն լինելու, եւ վերջերս քաղաքական հայտարարություններ հնչեցին 0%-ով, այսպես ասած, փոքր բիզնեսի համար 0 հարկ է, այսպես ասած, ներառելու մասին ապագայում ընտրությունների խոստում էր սա կարծես թե ձեր կարծիքը կուզեի լսել որպես ֆինանսների նախարար, այս հնարավորությունը արդյոք տեսնում եք Հայաստանում թե ոչ, եւ նաեւ մի այսպիսի հարց նախորդ տարվա ասուլիսում մենք խոսում էինք, որ ֆինանսների նախարարությունում ստեղծվել է վարչություն, որը որ պետք է զբաղվի անարդյունավետ ծախսերով, ուզում եմ հասկանալ այս ուղղությամբ ինչ աշխատանքներ են կատարվել։ Շնորհակալություն։ Հարկերի հավաքման վրա բազմաթիվ գործոններ են ազդում, ինֆլյացիան է ազդում, տնտեսական աճն է ազդում, այսինքն նոմինալ թվի մասին ենք խոսում, երբ որ հնայի թիվը կհրապարակվի, այն ժամանակ կկարողանանք ավելի կոնկրետ ասել, թե հարկերի հավելյալ հավաքման վրա որքան ազդեցություն է ունեցել հարկային քաղաքականության փոփոխությունները, գնաճը, վարչարարությունը եւ այլն, այստեղ ավելի կոնկրետ կկարողանանք այդ ժամանակ խոսել եւ կխոսենք 0%-ով հարկի մասին, այստեղ հարցեր են առաջանում բազմաթիվ, ես երեք լսեցի այդ 0%-ի մասին, արդյոք տեսա ինչ-որ նկարներ 0% հարկ շրջարկ, այսօր մենք արդեն ունենք 0%, օրինակ միկրոբիզնեսի համար, եթե չեմ սխալվում, 30 թե 40 հազար տնտեսվարողներ այսօր միկրոբիզնես են եւ իրանք ընդհանրապես որևէ հարկ չեն վճարում։ Եվ մենք ունենք 120 հազար բիզնես մոտավորապես։ Հիմա եթե սրա մասինն է, ապա կա արդեն այդ համակարգը։ Եթե խոսքը նրա մասին է, որ շրջարկը 0 կդառնա նրանց համար, ովքեր 110 մինչև 114 միլիոն շրջանառություն ունեն, ապա ինձ թվում է մի քիչ լավ չեն ընկալել, թե այդ համակարգերը իրար հետ ոնց են փոխգործում, որովհետև շրջանառության հարկի համակարգը փոխգործում է ընդհանուր հարկի համակարգի հետ, որտեղ այդտեղ բան է դուրս գրվում, ասենք ծախսային փաստաթուղթ է դուրս գրվում, որ այնտեղ ծախս է ճանաչվում։ Հիմա եթե այս մարդիկ հարկ չեն վճարելու, բայց փաստաթուղթ են դուրս գրելու, կարող է պարզվի, որ ոչ միայն շրջարկով աշխատողներն են 0% վճարում, այլ նաև ընդհանուր հարկային համակարգում գործողներն են 0% վճարում շահութահարկ օրինակ։ Եվ էլ չեմ խոսում նրա մասին, որ այդտեղ կարող է շեղումներ առաջանան, որովհետև եթե դու մի վայրկյանում 114-ից անցնում ես այն կողմ ու սկսում ես 0-ի փոխարեն վճարել ահռելի համատած 0-ի հետ ահռելի բան, հարկային բեռ ես ստանում, այդտեղ հարցը առաջանում, իսկ ինչի մարդիկ պետք է ընդհանրապես հարկ վճարեն, եթե կարան 0 վճարեն։ Այստեղ հարցը առաջանում, իսկ մարդիկ ոնց են պատրաստվում այս բոլոր ծախսերին սպասարկեն, եթե 0% հարկ են վճարում։ Այսինքն ինձ թվում է ուղղակի քաղաքական, այսպես ասես 0, այդքան պարզ չի, եթե օրինակ իրանք մանրամասնեին, թե ինչի նկատի ունեն։ Կարծեմ տեսա, որ հացիփուր եւ վարսահարդարման սրահները պետք է 0% վճարեն,
այդ դեպքում հնարավոր է ինչ որ մի բան անել, բայց ըստ էության արդեն ասեցի, որ մենք շատ ավելի լայն շրջանակ ունենք տնտեսվարողների, ովքեր այսօր 0% են վճարում։ Եվ հարկային քաղաքականության փոփոխությունների հետ կապված ինձ թվում է արդեն բարձրաբանեցի, բայց լավ չեմ հիշում ձեր հարցը, ոնց եմ մի հատ նորից կասեք։ Հա, դե իրականում կար բողոք եւ մենք բարբերաբար ուսումնասիրում ենք հարցումների արդյունքները եւ տեսել ենք, որ օրինակ Հայաստանում գործող բիզնեսը ոչ թե դժգոհ է հարկային դրույքաչափերից, այլ դժգոհ է նրանից, որ հարկային քաղաքականության մեջ հաճախակի փոփոխություններ են տեղի ունենում, ինչը մենք ունենք մի տարի, որտեղ 24 թվականին, եթե չեմ սխալվում, տես տասնյակ փոփոխություններ էին եղել, եւ մենք մտածեցինք, որ այս բողոքը արդարացված բողոք է, եւ մենք որոշեցինք մեր մոտ համակարգեր այնպես դնել, որ ավելյալ ստրեսի չենթարկենք մեր բիզնեսին, ուսումնասիրեցինք նաեւ միջազգային փորձը, տեսանք ով ինչ է անում այս առումով, մի լավ փորձ ենք գտել եւ այս փորձը փորձում ենք տեղայնացնենք, մասնավորապես Նոր Զելանդիայի փորձն է, որը ունի այսպիսի հասկացություն կոչվում է tax bill, որտեղ այդ մի փաստաթղթով հայտարարվում է, թե մյուս տարի ինչպես ենք հարկվելու, ինչպիսի փոփոխություններ են նախատեսվում։ Իհարկե կարող է լինեն մանր հարցեր, որոնք հանրության համար ավելի լավ է, որ շուտ ընդունվի, քան ուշ, այս էլ առանձին կարգավորենք, դրա համար ասացի, որ մենք հիմա ուսումնասիրության փուլում ենք, հասկանանք, թե այս համակարգը ոնց պետք է գործի, բայց նպատակը դա է։ Շնորհակալություն, պարոն նախարար, հաջորդ հարցի համար 24 News Հասմիկ Սարգսյան, պարոն նախարար, անցած տարի պարզ դարձավ, որ ձեր նկատմամբ քրեական վարույթ էր նախաձեռնվել, նշվում էր, որ ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար է վարույթը նախաձեռնվել, կխնդրեմ դուք ասեք այդ վարույթի շրջանակներում հարցաքննվել եք թե ոչ, որևէ կարգավիճակ ունեք թե ոչ եւ ինչ տեղեկություններ ունեք, որ փուլում է հիմա այդ քրեական վարույթը եւ երկրորդ հարցը քաղաքացիների պարտադիր եկամուտների հայտարարման նախագծին է վերաբերում, հաշվի առնելով, որ շատերը դա որակեցին, որ հետքայլ եղավ, այդքան էլ պարտադիր չէր ու քաղաքացիները այնուամենայնիվ ստիպված չեղան մուտք գործել համակարգ իրենց եկամուտները հայտարարագրել, նշվում էր նաև, որ դա արվում է կոռուպցիան վերահսկելու շրջանակներում, ինչ պատկեր ունենք այստեղ եւ արդյոք խոսվում էր, որ թոշակառուները արդեն այս տարվանից եւս իրենց եկամուտները կհայտարարագրեն եւ այդտեղ ինչ պատկեր ունենք, արդյոք 2026 թվականից թոշակառուների եկամուտները եւս կհայտարարագրվի։ Շնորհակալություն, այդ քրեական գործի շրջանակներում 3 չի առաջորդն եմ ես հարցաքննվել, ու չգիտեմ, որ ասում եք ապօրինի ձեռնարկատիրություն ինչի նկատի ունեք, որովհետև ես ձեռնարկատիրությամբ չեմ զբաղվել այն պահից սկսած, երբ որ ես դարձել եմ պետական պաշտոնյա, այսինքն դրանից առաջ որոշակի նախաձեռնություններ եղել են, ինչ վերաբերվում է հայտարարագրման համակարգին, տարբեր գնահատականներ կան, մարդիկ, ովքեր պայքարում էին դրա դեմ, իրանք ասեցին, որ մենք հետ քայլ արեցինք, ես չեմ ուզում մեկնաբանեմ դա հետ քայլ է, թե հետ քայլ չի, եթե ինչ-որ մեկը լավ ազգում իրան, որ ասի, որ մենք հետ քայլ ենք արել, թող այդպես մտածի, իրականությունը նա է, որ մենք մի հատ նոր բարդ համակարգ ենք դնում, այդ բարդ համակարգը, որը նաև ենթադրում է որոշակի վարքագծի ձևավորում կամ փոփոխություն հանրության բոլոր անդամների մոտ, դա միանգամից տեղի չի ունենում, դա տարիների աշխատանք է եւ մենք չենք ակնկալում, որ մենք մեկ տարում իդեալական համակարգ պետք է ներդնեինք։ Մենք որոշում կայացրեցինք, որ մենք գտանք, որ այս
պայմաններում մարդկանց պարտադիր ստիպելը, որպեսզի իրանք մտնեն հայտարարագիրը հաստատեն, որովհետև մենք տեսանք, որ հայտարարատուների մեծ մասը ոչ մի նոր բան այդ հայտարարագրի մեջ չի գրում եւ ինքը ուղղակի հաստատում է այն, ինչ որ մենք նախալրացրել ենք իրենց փոխարեն։ Կարծում եմ քաղաքականությունը հետագայում պետք է լինի այնպիսին, որ մենք թվային գործիքների կատարելագործման միջոցով պետք է այդ նախալրացման process-ը ավելի ամբողջական դարձնենք, այսինքն տեղեկություն ստանանք տարբեր եկամուտների մասին, նախալրացնենք այդ եկամուտները մեր քաղաքացիների համար եւ իրանք դա հաստատեն։ Եթե իրանք չեն հաստատում, դա համարվում է ընդունված, բայց լավ է, կարծում եմ, որ մշակութային իմաստով մենք նաեւ ուզում ենք, որ մարդիկ մտնեն, այդ հայտարարագիրը տեսնեն, որպեսզի իրանք տեսնեն, եթե նույնիսկ իրանք ստացել են եկամուտներ, որոնց համար իրանք արդեն հարկերը վճարել են եւ նոր բան չունեն վճարելու, իրանք տեսնեն, թե ինչքան հարկ են իրանք վճարում, ինչքան հարկ են իրանք վճարել։ Եվ բնականաբար կան խրախուսման մեթոդներ, որը ոչ միայն այսպես հայտարարագիրը լրացնելու խրախուսում է, այլ նաև մեր ծախսային քաղաքականության գործիք է, որտեղ տեսեք, օրինակ մենք ունենք կրթության ծախսերի փոխհատուցման այսպիսի մեխանիզմ, չէ, սոցիալական կրեդիտներ կոչվող։ Մենք կարող ենք այդ ծախսը անել ինքներս ԿԳՄՍ բյուջեով կամ կրթության ոլորտին հավելյալ միջոցներ ծախսել։ Բայց մենք ուզում ենք, կարծում ենք, որ այդ ծախսերի մի մասը մարդիկ իրենք կարող են ընտրել, թե ինչպես, որտեվ ի վերջո կրթության, գիտության կամ կրթությանը ուղղող ծախսերը էլի մարդկանց համար են այդ ծախսերը իրականացում, իրանց ծախսերն են արվում, եւ այդ ծախսերի մի մասը իրականացվում է մարդկանց կողմից, իրանք են ընտրում, թե ինչ կրթություն են ուզում ստանան, եւ դրա համար էի ասում, որ այս սոցիալական կրեդիտների մեխանիզմը պետք է ավելի կատարելագործենք, պետք է ավելի մոտիվացնենք մարդկանց, որ այդ հայտարարագիրը լրացնելը բերում է որոշակի նաև նյութական օգուտների, որոշակի ծախսերի փոխհատուցման, որը նաև համահունչ կլինի մեր ծախսային քաղաքականությունների հետ, եւ ժամանակի ընթացքում ես կարծում եմ, որ սա կդառնա մեր առօրյայի մի մաս։ Մյուս մասին ձեր հարցի պատասխանելով, այո, բոլորը հայտարարագիր պետք է լրացնեն 25 թվականի համար, բայց այստեղ էլ այս ձևը, որով մենք ներդրել ենք, ըստ էության պարզ է, որ թոշակառուների մի զգալի մասը ոչ մի նոր բան չունի ասելու, որովհետև այլ եկամուտներ չի ստանում, կամ եթե աշխատում է այդ տեղեկությունն էլ մենք արդեն ունենք ՊԵԿ-ից, եւ դրա համար հավելյալ բերջ ստեղծելու համար մենք իրենց ըստ էության ազատել ենք այս process-ից, բայց իհարկե կոչ ենք անում բոլորին, որպեսզի իրանք մտնեն, իրանք հայտարարագիրը տեսնեն, թե ինչքան ընդհանուր եկամուտներ են իրանք ստացել, եւ եթե ստացել են հավելյալ եկամուտներ, բնականաբար հայտարարագրեն դրա մասին։ Վկայի։ Շնորհակալություն, պարոն նախարար, հաջորդ հարցի համար։ Շնորհակալություն։ 5-րդ